Խաղացուն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, սիրելի Աստծո ազգ, սիրելի արդար, որ արդար ես, ոչ թե Տերը քեզ արդարացրել է, դու ապրում ես քո ուզած կյանքով եւ քեզ արդար ես համարում, այլ որ դու Տերով արդարացված ես եւ ապրում ես արդարության մեջ եւ փափագում ես Տիրոջ արդարությունը, սրբությունը պահես։ Դրանցն է վերաբերվում։ Ինձանից սկսած վերաբերվում է ժողովուրդ ջան, Քրիստոսից սկսած է, Քրիստոսից է գալիս մեզ եւ գնում է որոնք որ ովքեր որ արդարներն են։ Նայեք, Եսայի մարգարեություն 54-րդ գլուխ։ Սա մարգարեությունն է, որ Տերն ասել։ Ասում է, ահա նրանք անպատճառ հավաքվելու են, բայց առանց ինձանից լինելու է։ Բայց ով որ քեզ վրա հավաքվի, քո կողմը պիտի ընկնի։ Ահա ես եմ ստեղծել դարբինին, որ փչում է կրակի կայծերին եւ գործի գնարում իր արեստի համար, նույնպես էլ ես եմ ստեղծել կործանողին, որ ավերե։ Բայց բոլոր քեզ դեմ շինված գործիքը պիտի չհաջողվի։ Եվ ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ նրանց արդարությունը ինձանից է, ասում է փառած Տերը, փառք ես Տեր ջան։ Աստծո արդարի դեմ միշտ լինելու են հակառակորդներ, միշտ լինելու են հավաքվածներ, որոնք հավաքվելու են, հակառակվելու են, ինչպես Հիսուսին արեցին, ինչպես մեզ են անում, առաքյալներին, մարգարեներին, արդարները։ Դու գիտեք արդարը որն է, որ իր մանկությունից կարելի ասել հալածվում է, իր մանկությունից անիծում են ու որ այդ մարդը մահանա, ինչպես իմ կյանքս է։ Բայց Տերը ասում է, բոլոր քեզ դեմ շինած գործիքները չի հաջողվելու։ Եվ ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, ես պիտի դատապարտեմ Հիսուս Քրիստոսյանով ու Սուրբ Օգու զորությունով։ Եվ սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ նրանց արդարությունը ինձանից ասում է Տեր, այսինքն այն մարդը, ով որ Տիրոջով արդարացված է եւ արդար է եւ Տիրոջ ծառան է։ Ոչ մի զենք, ոչ մի լեզու նրա դեմ չի կարող կանգնել, լինի դա մարդ, լինի դա ընտանիք, լինի դա ազգ, միայն թե լինի Աստծուց ընտրված Աստծո արդարը։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերը այդ ամենից ազատում է։